Երևան Ամստերդամի հետ պետք չի համատել, ընկերներ ջան, պետք չի։ Պետք չի մեզ այն աստիճան էշի տեղ դնել, որ Երևանը Ամստերդամի հետ համեմատելով ճիշտ ու սխալ ցույց տալ փողոցների լայնության կամ երթևեկության։ Մնում է Վենետիկի հետ համեմատեք։ Համեմատեք։ Չի կարելի։ Շանհայի հետ համեմատեք։ Ասեք Շանհայում էսպես, ահա Երևանում էլ էսպես պետք է լինի։ Ձեռ եք առնում, այ աղբեր։ Երևանը հլվոր, քաղաք պետությունը, մարզերից էներգիան աշխատուժը փողը քամող ու ստեղ ռեալիզացվող։ Էդ է Երևանը։ Մարդիկ տասնյակ տարիներ ծիրանը աճացրել են, բերել են 150 դրամով ծախել են, 200 դրամով ծախել են, Երևանում այդ 200 դրամով իրանցից առել են, 400-500 դրամով ծախել են։ Մարդու ամբողջ տարվա աշխատանքից մի բան էլ ավել գինը դրել են վրան, ծախել են, ստեղ տնտեսական բարեկեցություն են ապահովել։ Այդ մարդն էլ իր ամբողջ տարվա քոր կոպեկը մի անգամ բերք տվող, առել է 150-200 դրամով գնացել է տուն։ 100 դրամով։ Էդ է Երևանը։ Ամեն ինչ արվել է, որ Երևանն ապրի, մարզերի հետ անիծած։ Դե հիմա հետևանքները պետք է կրեք։ Մինչև նոր մարզային կենտրոններ կլինեն, քաղաքներ, տնտեսական կենտրոններ, որտեղ մարդիկ ապրուստ կգտնեն։ Մարզերի հաշվին Երևան է կայացրել, էդի եկեք ընդունենք։ Մարզերի հաշվին, մարզերի տնտեսական շարժի հաշվին, մարզերից խոպան գնացողների հաշվին Երևան է կայացրել։ Երկրի կեսը բերել լցրել եք Երևան։ Չի կարա հիմա Երևանի համայնքապետարանը տենց գցի բռնի, որ եկեք հեծանիվով մարդիկ գնան գան։ Հանրային տրանսպորտը այ սենց ավելի լավ կաշխատի։ Ընկեր, այս քաղաքը մայրաքաղաք է ու ամբողջ երկրի հաշվին կայացած ու կայացող միջև հիմա կենտրոնում շինթույլտվություն եք տվել։ Կինո Մոսկվայի դեմը բարձրահարկի շինթույլտվություն եք տվել։ Գագիկ Ծառուկյանի շենքը։ Այդ դուք եք, արդեն ձեր օրոքը արվել։ Դուք եք։ Ձեզ իրներ հրապարակի կենտրոնում է շինթույլտվություն կտայիք։ Կասեք ափսոս է տարածքը, թող այդ կենտրոնի այն գորգը որ կա սարքած այդ կենտրոնում էլ շենքեր լինի։ Ձեզ մնար այդ էլ շինթույլ։ Հետո այդտեղ ավելանալու էին լիքը մեքենաներ, հետո ասելու եք ոնց էս մեքենաների հարցը լուծենք։ Ոնց որ ասենք, չգիտեմ, թաղամասեր կան, հələ չեն էլ բնակեցված լիովին, բայց թաղամասերը որ բնակեցվեն, ցիրկի մոտը կա, չգիտեմ, Չերեմուշկա կա, հսկայական թաղամասեր են։ Այդպիսի մի թաղամաս սարքեր Վանաձորում կամ Գյումրիում ահռելի օգուտ կտա այդ տնտեսական շարժին, այդ քաղաքների։ Կապանում սարքեր այդպիսի մի թաղամաս։ Բերեստեր եք սարքե։ Լավ է կարել, ստեղ եք շինթույլտվություն տվել, լավ է կարել, հետևանքները բարի եղեք կրեք։ Ու այդ թաղամասը հեծանիվով ման չի գալու, այդ թաղամաս գնացողը ավտոբուսով չի գնալու այս կոմենկով։ Եթե նույնիսկ ավտոբուսով գնան, այսօր ինչքան մարդատար ավտոմեքենա կա, այդքան ավտոբուս է պետք, որ այդ մարդկանց տեղափոխես։